Երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դուշանբեում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին իր ելույթում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովին, վարչապետը նշեց, Ադրբեջանի նախագահի հետ ընդունել են հռչակագիր, որում արձանագրվում է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Приведу цитату из Вашингтонской декларации. Մեջբերում կատարեմ Վաշինգտոնի հռչակագրից։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Վարչապետի խոսքով նույն հռչակագրում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Эти усилия должны включать беспрепятственное Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Նաև արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Վարչապետի համոզմամբ TRIP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն, Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որը անկասկած կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ Փաշինյանի խոսքով Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ դեռևս մարտին Հայաստանը և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը և այդպիսի դրական արդյունքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։ Այս փաստաթղթում ևս հղում է արվում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։ Այս համատեքստում կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններին։ Համապատասխանաբար Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։ Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքին, և այդ տարածքները ներառող սահմաններն անձեռնմխելի են, ընդգծեց վարչապետը։ Соглашение об установлении мира и межгосударственных отношений между Арменией и Азербайджаном Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը նախաստորագրվել է Սպիտակ տանը երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ։ Հուսով եմ և համոզված, որ մենք մոտ ապագայում կստորագրենք և կվավերացնենք նաև այս համաձայնագիրը։ Հատկանշական է, որ 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են իրենց առաջին երկկողմ փաստաթուղթը։ Խոսքը երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի մասին է, որը ստորագրվել է երկու երկրների փոխվարչապետների կողմից և վավերացվել է և Հայաստանում և Ադրբեջանում, ստանալով բարձրագույն իրավական ուժ։ Այս կանոնակարգում ևս ըստ վարչապետի համագործակցության հիմնադիր փաստաթուղթը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ամրագրված է որպես երկու երկրների միջև միջպետական սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք։ Այս սկզբունքի հիման վրա 2024 թվականին սահմանազատվել է մեր
մեր երկրների միջև պետական սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։ Рад возможности информировать вас. Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին, չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծենք հումանիտար խնդիրները, եւ սա հեշտ գործ չէ, հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը, սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ Հաջորդիվ տեղի է ունեցել խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում երկրների ղեկավարները ստորագրել են համաձայնեցված փաստաթղթերի արձանագրությունները։ Քրիստինե Թորոսյան, Լուրեր։